Փետրվարի 19-ին Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը արդեն ավանդաբար մեր հանրապետությունում նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Գիրքը գիտելիք է, իսկ գիտակից մարդը սովորաբար հեռու է մնում հանցանք-զանցանքներից, օրինախախտումներից, եւ ուրեմն գիրքը լավագույն միջոցն է անչափահասների դաստիարակության։ Այս գիտակցությունը մղում է ոստիկանությանը տարեստարի ավելի ակտիվ մասնակցել գրքի տոնին։ Այս անգամ էլ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները նաև գործի բերումով կազմակերպեցին եւ փետրվարի 19-ին հանրապետության ողջ տարածքում անցկացրին միջոցառումներ։ Ոստիկանության աշխատակիցների հավաքած 10,000-ից ավելի գրքերը, թե գեղարվեստական, թե ճանաչողական, նվիրաբերվեցին 1340 հանրակրթական դպրոցներին։ Ոստիկանները չմոռացան գրքերից բաժին հանել նաև ծերանոցներին։ Երևանի Նորքի եւ թիվ 1 տուն-ինտերնատներին նվիրվեց 2700 գիրք։ Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ միջոցառման կազմակերպմանն առավել ակտիվ են մասնակցել ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, ճանապարհային ոստիկանության զորքերի ծառայողները, իսկ դպրոցականների համար գրքի տոնն արդեն սովորական էր։ 9 ընկերների նման նրանք դիմավորեցին ոստիկաններին, սիրով ընդունեցին նվերներն ու խոստացան կարդալ, այսինքն թե դառնալ գիտակից, կարգապահ եւ օրինապահ քաղաքացի։